Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 23-ն է 2026 թվական։ Հետընտրական զարգացումների հարցում կարևոր է նաև Ռուսաստանի արձագանքը, որտեղ պարբերաբար անդրադառնում են Հայաստանի թեմային, հասկանանք հիմա ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակով Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր, որոնցում մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունը։ Չմոռանանք, որ նախագահի օգնական Յուրի Ուշակով իր անձնական կարծիքը չի հայտնում, սա Վլադիմիր Պուտինի կարծիքն է, առավել ևս հաշվի առնելով, թե օգնական Ուշակով ինչպիսի դերակատարություն ունի Պուտինի վարչակազմում։ Մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների հաստատակամ փորձերը հարված հասցնելու ինտեգրացիոն այն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը, ընդ որում սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց։ Ես չգիտեմ ում պատմությունն ու աշխարհագրությունն է Ուշակովը համարում, որ Հայաստանում վերանայում են, որ Հայաստանում վերանայում են, ընդամենը չունեցած պատմությունն են գրում Ադրբեջանի համար և Թուրքիայի հետ կապված են պատմություն գրում, որտեղ բոլոր հարցերում մեղավոր ենք մենք, բայց ինչ կապ ունի դա Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ մենք պատմություն ենք գրում կամ Ռուսաստանի հետ կապված քայլերը ինչ-որ վերանայումների փուլում է։ Շատ վատ է, որ բացված են արխիվները, շատ բաներ պարզ են մարդկանց, և Ուշակովը մտածում է, որ այսօր էլ հասարակությունը այս տեխնիկայի դարում, այս տեղեկատվական հնարավորությունների պարագայում չպետք է իրականում տեսնի, թե ինչ է կատարվել։ Այսինքն ինչ է ուզածը։ Հիմա ասում է, որ չի պլանավորվում Պուտինի և Փաշինյանի հանդիպում, դե պարզ է, Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին է քննության առնելու, թե ընտրությունների հետ կապված ինչպիսի վերաբերմունք է ունենալու, բնական է դրանից առաջ Ռուսաստանը չէր էլ արձագանքելու, որից հետո Ռուսաստանը կտեսնի, թե իրականում ինչ է կատարվում, որից հետո էլ Նիկոլ Փաշինյանը կմտածի գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, բայց լավ, այդ դեպքում մենք հասկանանք, Ռուսաստանի մեղադրանքները հասկանանք, բայց մենք ի վերջո եկող շաբաթ պլանավորվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կգա Հայաստան և ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի հետ, և վերջնական իրանք կհաստատեն պաշտոնական դա, բայց մենք գիտենք, որ այն ինչ որ հնարավոր է քաղաքական որոշում կայացնելու հարցում, որ դա անի Եվրամիությունը դա արել է, քաղաքական ճանապարհը որոշման արդյունքում բացված է, մնացածը ժողովուրդ ջան պետք է անի բիզնեսը, կազմակերպված ձևով աշխատի իր գործընկերների հետ եվրոպական երկրների, աշխատելու ընթացքում հետո տեսնի իր դժվարությունների առաջ է կանգնած, որ մտածի, թե որ հարցն է իշխանությունների պարտավորությունը հարթելու այդ խնդիրները, ինչ կառուցվածքներ պետք է ստեղծի, որ դրանով օգնի բիզնեսին, բացի այդ սերտիֆիկացման հարցերը ինչ արագությամբ պետք է բերի այն հարթության վրա, որ համապատասխանեն եվրոպական չափանիշներին, որովհետև մի հարց է, որ ուղղակի այսպես ասած փորձեն մեզ օգնեն, ինչ որ գումար հատկացնեն, ինչ որ հարցում ասեն դե լավ բերեք այս ապրանքը իրացնենք, այլ հարց է, որ դու երկարաժամկետ փոխշահավետ գործընկեր լինես Եվրամիության շուկայում, պետք է բարձրացնես քո ապրանքի որակը, պետք է նա համապատասխանի այն ստանդարտներին, որը պետք է մտնի եվրոպական շուկա, շատ բարդ է պատկերացնել, որ եվրոպական շուկայում, մի հատ ասում ենք եվրոպական շուկա, 450 միլիոնանոց երկիր, բայց համակարգ, բայց պատկերացնենք, որ
այդպիսի տարբեր երկրներում մեկին մի ապրանք կհետաքրքրի, մեկին չէ, կամ այդ ապրանքը տրանսպորտային բարդությունների պատճառով մի տեղ կուղարկվի, մեկ ուրիշ տեղ ընդհանրապես կլինի անիմաստ, որովհետև այդպիսի հեռավորության վրա ոչ մեկը նման ապրանք չի առնել, այսինքն սա շատ լուրջ աշխատանք է, եթե գոնե ապրանքի որակը կբարձրանա, որակի մեջ տրանսպորտային ծախսերը այդքան մեծ չի երևա տոկոսային հարաբերությամբ, բարձրորակ ապրանքի համար մանավանդ գնողունակ պահանջարկը բարձր է եվրոպական երկրներում, մենք հույս ունենք, որ կկարողանանք այդ շուկա մտնել, բայց եթե դա այդպես չեղավ, սկզբնական փուլում այո մեզ կաջակցեն, հետո պետքա լինի զուտ փոխշահավետ գործընկերություն եւ դա է պատճառը, որ դրա հետ կապված շատ լուրջ անելիքներ կան, միայն հայտարարությունը բավարար չէ։ Հայտարարությունը անել հետագա քայլերը չլնելուց հետո մարդիկ պետք է ասեն դե էս էլ Եվրոպան, տեսակ չօգնեց, մենք էլ բա իրանց կողմ էինք թեքվել, հետո դե հիմա շուռ գանք դեպի Ռուսաստան։ Շուռ գանք դեպի Ռուսաստան, շատ ավելի վատ վիճակով ենք թեքվելու դեպի Ռուսաստան։ Պատկերացնեք թե քաղաքական, թե տնտեսական առումով ինչա տեղի ունենալու, որտեղ մենք հիմա կորցնում ենք ռուսական շուկան, մեկ ուրիշը մտնում է, դրանից հետո ամբողջական ծավալ վերականգնել հնարավոր չէ, ցանկացած մասնագետ դա ձեզ կասի, բայց ի հակադրություն դրա եվրոպական շուկան եթե բացում են քաղաքական որոշման արդյունքում շատ մեծ դժվարություններ, որ մեր ապրանքը ծանոթացնենք եվրոպական շուկային, հարթվում է քաղաքական որոշման արդյունքում, բայց դրա տակ կոնկրետ գործ պետքա դրվի, կոնկրետ աշխատանք պետքա կատարվի, որովհետև դա երկարաժամկետ չի կարող լինել, արդեն ինչ-որ փուլից պետքա սկսի այդ բիզնեսը փոխշահավետ գործընկերություն լինի Եվրոպայի հետ, այստեղ լուրջ աշխատանքներ կա և դրա համար քանի դեռ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում չեն հասցնի շատ արագ Եվրոպայի հետ աշխատեն, էլի շուռ են գալու դեպի Ռուսաստան, դրա համար ինչ-որ միտեղ հանգիստ են, որ մեկը ինչ են անելու վերադառնալու են։ Առավելևս մեր հասարակության մեջ է շատերն ասում են, բա որ էս անի Ռուսաստանը, բա որ են անի, համ տեսել եք, որ ցանկացած երկիր ինչքան ուզում է դժվարություններ ունենա, պաշտպանում է իր շահերը, շատ ավելի հզոր, շատ ավելի ազդեցիկ հակառակորդի պարագայում, համ էլ անընդհատ մտածում ենք, որ մեր հասարակությունը անընդհատ ասում է, ինչ եք անում, գնանք ընդունենք Ռուսաստանի կրոնը, ինչու պետքա մենք երես թեքենք, չի կարելի ոչ մի պարագայում։ Եթե դուք չեք տեսնում Ռուսաստանի վիճակը ինչ է, եթե չեք տեսնում Ղրիմի վիճակը ինչ է, որի համար ինքը երես թեքեց Եվրոպայից, մոռացել ենք, որ իր արտաքին քաղաքականությունը դեպի Եվրոպա էր, ինչի մասին է խոսքը։ Այդ ում են իրանք մեղադրում դեպի Եվրոպա գնալը բացասական։ Կարող է պատահաբար հիշեն Պետրոս Մեծին, որի արտաքին քաղաքականությունը հենց եվրոինտեգրացիան էր, թե կարող է մոռացել են իրանք, մենք պետք է հիշենք իրանց Պետրոսին։ Այնպես որ մեղադրել որևէ մեկին, թե ինչ եք ձգտում դեպի Եվրոպա, դուք բացատրեք, այդ նույն Ղրիմի պատճառով երես թեքեցիք Եվրոպայից, որտեղ սանկցիաների տակ մտաք։ Հիմա Եվրոպան, Ուկրաինան Ղրիմը դարձրել է կղզի։ Դուք պատկերացնում եք ինչպիսի խուճապային տրամադրություններ են Ղրիմում, հոսանքը անջատված, չգիտես ինչ, բենզին չկա, հազարումի խնդիրներ, սահմանափակումներ, մարդիկ ուզում են դուրս գան, չեն կարողանում երկրից դուրս գան, ճանապարհները փակ, կամուրջները փակ, պարոմը չկա, լաստանավերը չկա, մի վտանգավոր ճանապարհով են ասում են մշտական հարվածների տակ են, և մուտքն էլ չեն թողում Ղրիմ, բա համարում եք դա ռուսական կուրորտը պետք է լինի, դա ձեր հարստությունն էր, բա պահեիք ձեր հարստությունը, այդ հարստության պատճառով այդքան պրոբլեմ ստեղծեցիք, դուք եք Հայաստանին առաջարկում, որ Հայաստանը լինի ձեր ազդեցության տակ, կարող է պատահաբար այնպիսի ազդեցության, ինչպիսին Ղրիմն է ձեր ազդեցության տակ, ձեր համար արժանապատվության հարց էր Ղրիմը, համարում եք, որ վերջապես վերադարձավ այդ Ղրիմը, մարդիկ էլ մտածում էին, ասում են, որ ասում եք Ղրիմը մերն է, քանի տարի առաջվա մասին է խոսքը, 1000 տարի համենայն դեպս Ղրիմի հետ առնչություն ուներ, Անիից հետո առնչություն ուներ Հայաստանը, լրջորեն ներկայացված էր Ղրիմում, բացի այսօր եւ եկեղեցիներ եւ բան, լա չեմ ասում Այվազովսկի, Ֆեոդոսիա, լա զուտ խոսում եմ ուղղակի հազարամյա ներկայացվածությունը Ղրիմում։
կարող է հունական քաղաքներն էին ռուսները կառուցել, Սկյութների ժամանակն էր դա, այդ ամեն ինչը դրեցին այդ պրոպագանդան, իրանց երկիրը տարան սենց կործանման, հիմա եւ ինչքան այդ պատերազմը Ուկրաինայում ցկվում է, այնքան Ռուսաստանը ներսից քանդվելու վտանգի առաջ է կանգնած եւ կամած ժողովուրդը արդեն հասկացավ հարված ու ուտում է Մոսկվան համարել էր որ դա իրան չի վերաբերվում, բայց հիմա տեսան որ Մոսկվային էլ է վերաբերվում, այն էլ ինչ ձևով է վերաբերվում, բա երկուսով իրար հետ կռվում էիք, այդպիսի մեծ տնտեսություն, այդպիսի օգտակար հանածոներ, որ Ռուսաստանը ունի, այդ չափի բնակչություն, տարածք եւ այլ, դու օկուպացրել ես Ուկրաինայի տարածքը եւ գործնականում տեղ չկար, որտեղ չէի հարվածում, բա ոնց եղավ, որ Ուկրաինան կարողացավ ոտքի կանգնել եւ այնպես այն մակարդակի հասնել, որ կարողանար հարվածներ հասցնել Մոսկվային, ու պետք չի ասել, գիտեք ինչ, Եվրոպան օգնում էր Ուկրաինային, կռվողին են օգնում, եթե նավը օդանավն ուղարկում էր Բայդենը Զելենսկուն ասում էր դուրս արի երկրից արդեն ավարտված է ամեն ինչ, ասեց ես տաքսի չեմ պատվիրել եւ մնաց ու կռվեցին, վերաբերմունքը փոխվեց բոլորի մոտ։ Արևմտյան Ուկրաինան եւ արևելյան Ուկրաինան շատ տարբեր ժամանակներ, տարբեր ճակատագիր են ունեցել, անգամ միասնական լնելու 1654 թվականից հիշում եք Բոգդան Խմելինսկուց հաշված, որ արևելյան Ուկրաինան արդեն Ռուսաստանի կազմում էր, արևմտյան Ուկրաինան տարբեր պատմական ժամանակներ անցել, տարբեր ճակատագիր ունեցել եւ այլ, համենայն դեպս մեկ ընդհանուր ազգի, մեկ ընդհանուր պետության գաղափարի մեջ լուրջ տարբերություններ կար, ու Ռուսաստանը մտածում էր կհասնեմ նրան, որ այո կտարանջատեմ, արևելյանը կվերցնեմ ինձ, ռուսական ազդեցությունը միշտ էլ մեծ է եղել, արևմտյան Ուկրաինան 40 թվականին է միացել, դա ինչ որ միտեղ հասկանալի է, եվրոպական երկրներն էլ հարևան կփորձեն իրանց մեջ բաժանեն, արդյունքում դա է լուծումը, մեկը նրանք միասին շատ սերտ համագործակցություն չուներ, բայց մենակ Պուտինի վարած քաղաքականությունը կարող էր հանգեցնել նրան, որ այսօր արևմտյան եւ արևելյան Ուկրաինաները իրենց բոլոր տարաձայնություններն ու անցած ճանապարհի աշխարհագրական ու պատմական զարգացումները դնեին մի կողմ եւ դառնային միասնական կուռ պետություն։ Այտենց միավորել Ուկրաինան, Ժորժ ջան, դա ոչ մեկը չէր կարող անել։ Համենայն դեպս Ուկրաինայի ոչ մի նախագահ չէր կարող Ուկրաինան տենց միավորել, ոնց որ դա արեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ այսօր նա միասնական Ուկրաինայի դեմ է կռվում, այն արևելյան Ուկրաինայի ռուսական ազդեցության տակ գտնվողները նույնպես միացել են եւ միասնական ճակատ են կազմել Ռուսաստանի դեմ եւ հիմա դուք արդյունքը տեսնում եք եւ այս ամեն ինչը վերաբերում է նրան որ մեզ պարտադրվում է նորից ռուսական օրակարգ այն մարդիկ ովքեր իրանց կոտորում են եւ ուզում են որ գան իշխանության Ժորժ ջան այդ մարդիկ որ գան իշխանության մեզ ուր են ուզում տանեն դուք չեք տեսնում Ռուսաստանի վիճակը այսինքն դա ինչ է ես չեմ հասկանում Ոնց է հնարավոր այս պարագայում Հայաստանի օրակարգը լինի խորհրդարանում երկու ռուսամետ ուժ, որ մեկ ամբողջություն են կազմում, ուղղակի ձևական է բաժանած երկու մասի։ Եվ մեկ էլ Նիկոլ Փաշինյանի ուժը, որը որ ցանկացած բայ Ռուսաստանի հետ կարահարաբերությունը լավացնի։ Դուք պատկերացնում եք ուր են տանում մեզ։ Մեր ընտրության արդյունքը սա պետք է լինի որ ընտրենք Փաշինյանին, չտանեն Ռուսաստան կամ ընտրենք այս ռուսամետներին մենակ իրանք կարող են հեռացնել Փաշինյանին։ Տեսանք հիմա ինչ է առաջ չեն կանգնա։ Դե տեսեք աշխարհում ինչ է կատարվում, դե տեսեք մեր երկրի օրակարգը ինչ է եւ միակ ներկայացական մարմինը խորհրդարանն է առաջնային մանդատով ընտրվող որի պարագայում տեսնում եք թե մենք նրանցից ինչ սպասելիք ունենք եւ պատկերացրեք ինչքան է մեծանում նաեւ արտախորհրդարանական ուժերի անհրաժեշտությունը նրանց կարեւորությունը որ կարողանան սպասարկեն այդ օրակարգը իրանք էլ իրանց կողմից իրանց կապերն օգտագործեն մարդկանց հետ խոսեն եվրոպական տարբեր կառույցների հետ նստեն քննարկեն բանակցեն որպեսզի ասեն Ժորժ ջան ինչով կարող ենք առարկայական քայլերով մենք այդ ուղղությամբ առաջ գնալ Սա շատ կարևոր է եւ դրա համար ժամանակ կմնա ելիք խոսենք ընտրությունների հետ կապված, բայց հիմա նայենք թե ի վերջո
մեր շուրջ ինչա կատարվում, աշխարհում ինչա կատարվում եւ այս հետընտրական զարգացումներն էլ այնպիսի տպավորություն ա, որ մենք ուղղակի այս մոլորակի վրա չենք, մենք մեր օրակարգը ունենք, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ազգային ժողովում, մի քննարկում են, ով կլինի ազգային ժողովի նախագահ, ով կլինի մյուսը, այմար ձեզ համար ինչ տարբերություն, թե Նիկոլ Փաշինյանի որ կամակատարը որտեղ կլինի։ Դա ինչ հա տալիս, որ տենց ոգևորված օրակարգ եք ձևավորում դրանով, հա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ. Մենք ՆԱՏՕ-ի հիանալի անդամ ենք եղել շատ առումներով, անկասկած գերիշխող անդամ։ Տարիների ընթացքում մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել, ոչ թե միլիարդներ, այլ հենց տրիլիոններ Եվրոպան պաշտպանելու համար։ Այդ պատճառով ես ասում եմ Փիթ Հեքսեթին եւ մնացած բոլորին. Եթե մենք ծախսում ենք այսքան գումար, հիմնականում նրանց Ռուսաստանից պաշտպանելու համար, բայց լսեք, մենք ծախսում ենք այսքան գումար, իսկ հետո երբ մեզ հնարավոր է օգնություն է պետք փոքր գործերում, սա մանրունք է, սա կարևոր բան չէ, սա մանրունք է, նրանք ասում են ոչ, նախընտրում են չօգնել։ Հիմարություն է այդպես ասելը, որովհետև մենք կարող ենք նրանց նույնը ասել, եթե ցանկանանք, եւ հնարավոր է հենց այդպես էլ վարվենք։ Դոնալդ Տրամփը նորից չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ, որ Միացյալ Նահանգները ծախս է անում Եվրոպայի անվտանգության համար եւ ինքը ներկայացնում է, որ տեսեք, իրանք մեզ չօգնեցին, այ դրա համար պետքա վերաբերմունքը փոխել։ Բա առաջի պաշտոնավարման ժամանակ, որ գտնում էր, որ ՆԱՏՕ-ին պետք է չօգնեն, բա առաջի պաշտոնավարման ժամանակ, որ ասում էր, եթե ծախսերը չավելացնեք, մենք դուրս կգանք ՆԱՏՕ-ից, բա երկրորդ պաշտոնավարման ժամանակ, երբ որ չկար իրանական պատերազմը, առավոտից երեկո խոսում էր, որ մեզ օվկիանոս է բաժանում եւ դրա պատճառով չի համարում, որ Եվրոպայի անվտանգությունը իր խնդիրն է։ Այդ ժամանակ կապ ուներ Իրանը։ Բայց հիմա պարզապես առիթ ա թե դե որ դուք մեզ չօգնեցիք, մենք է ձեզ չենք օգնում։ Բա որ այդ խնդիրը չկար այս վերջերս, բա ինչի էր ամեն անգամ խոսք գնում, որ մենք չպետք է Եվրոպայի անվտանգության մասին մտածենք, մենք չպետք է Ուկրաինային օգնենք, դա մեր խնդիրը չի։ Մենք պետք է զբաղվենք մեր խնդիրներով։ Բա 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 12 հիմնադիրներով, որ ՆԱՏՕ են ստեղծել, Դոնալդ Տրամփը պատահաբար չի կարդացել, որ այդ ՆԱՏՕ-ն ստեղծվել է հենց եվրոպական անվտանգության համար։ Նպատակը կոնկրետ եվրոպական անվտանգությունն էր։ Այո, ՆԱՏՕ-ն հյուսիսատլանտյան դաշինք լինելով, նրա նպատակը եվրոպական անվտանգությունն էր, որպեսզի կարողանային կանխել Ռուսաստանի առաջ խաղացումը այն ժամանակվա խորհրդային միության, որովհետև համարում են, որ դա լուրջ վտանգ է, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն գիտեր, որ իր մոտից միջուկային զենքի գաղտնիքները արդեն գողացել են եւ հիմա արդեն պատրաստ է խորհրդային միությունը միջուկային զենք օգտագործի։ Չմոռանանք 45 թվականին, երբ որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները միջուկային զենք ուներ, իհարկե օգոստոսի 6-ին եւ 9-ին նա օգտագործել ճապոնական քաղաքների վրա Հիրոսիմայի ու Նագասակիի, բայց հուլիս ամսին արդեն իրենք Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ, իսկ դա հուլիսի 17-ից օգոստոսի 2-ն գալ ժամանակահատվածում էր, երբ որ Հարի Տրումենը Ստալինին ասում էր, որ գիտես, մենք միջուկային զենք ունենք, ստուգում էր նրա ռեակցիան, իհարկե Ստալինը ռեակցիա չտվեց, Չերչիլն էլ ուսումնասիրում էր, որ ոնց որ չհասկացավ ինչից են խոսում, բայց ասեց արագացրեք։ Այսինքն միջուկային շանտաժի քաղաքականությունը Միացյալ Նահանգները վարում էր 45 թվականին ատոմային ռումբ գցելով Ճապոնիայի վրա, որ անգամ դրա կարիքը չկար էլ պատերազմի հարցում, որովհետև կար պայմանավորվածություն, որ պատերազմը ավարտվելուց ամենաուշի 3 ամսվա ընթացքում խորհրդային բանակն է կտեղափոխվի դեպի արևելյան ճակատ եւ այնտեղ կպատերազմի, մանավանդ որ պատերազմը Ճապոնիայի տարածքում չէր, բայց միջուկային ռումբը գցվեց Ճապոնիայի վրա։ Ճապոնիայի զորքը դրսում էր կռվում օկուպացված տարածքներում։ Լավ, հարցը նա է, ինչի եմ համարեմ ես դա ասում, բայց երբ որ արդեն օգոստ 45 թվականին Միացյալ Նահանգները այդ ռումբը ուներ, բայց հասկացավ, որ 49 թվականին արդեն խորհրդային միությունը կարող է ունենա, հասկացավ, որ այդ շանտաժի քաղաքականությունը այլևս չի աշխատելու։
պետք է մտածել ինչպես ճնշել, ինչպես կանխել խորհրդային միության առաջ խաղացումը ու չմոռանանք Որ միջուկային զենքի հետ կապված արդեն Ամերիկան իմացավ, որ խորհրդային միությունը արդեն դա կարող է օգտվել։ Իհարկե 49 թվականի օգոստոսի 29-ին փորձարկեցին Սեմիպալատինսկում միջուկային զենքը, բայց արդեն Ամերիկային պարզ էր եւ դրա համար ՆԱՏՕ-ն ստեղծվեց ապրիլի 4-ին, ինչպես ասեցի դա, եւ բացի դրանից էլ խորհրդային միության վտանգը այնպես չի, որ 49 թվականին էին զգացել 45 թվականին, երբ որ արդեն չընտրվեց Ուինսթոն Չերչիլը պարտություն կրեց պահպանողական կուսակցությունը, բայց 46 թվականի ապրիլի 5-ին նա հենց իր հայտնի Ֆուլտոնյան ճառը, որ ունեցավ Միացյալ Նահանգներում, հենց խոսում էր Սառը պատերազմի մասին ու երկաթյա վարագույրի մասին, որ եկել է ժամանակը արդեն կանխել խորհրդային միությունը։ Այսինքն սա, երբ որ Դոնալդ Տրամպը այնպես խոսում է, որ ինքը մեծ խնդիր են լուծել, պետքա Եվրոպան ոտեր նգրի Ամերիկային խնդրի ասի, բայց չմոռացաք, որ այդ Եվրոպայի հետ կապված, եթե Ամերիկան իր ազդեցությունը չունենար, Եվրոպան պատերազմ էր հայտարարել Ամերիկային։ Գերմանիան եւ Իտալիան պատերազմ հայտարարեցին Ամերիկային, որից հետո նոր Ամերիկան հայտարարեց իրանց 41 թվականին մոռացել է երևի Դոնալդ Տրամպը Փիրլ Հարբորից հետո, երբ որ Ճապոնիան հարձակվեց, դրանից հետո էլ Գերմանիան եւ Իտալիան հայտարարեցին։ Այսինքն Եվրոպայի անվտանգությունը դա Ամերիկայի անվտանգությունն է եւ բացի դրանից ՆԱՏՕ-ի որևէ կանոնադրությամբ որևէ մեկը հարձակողական պատերազմի ժամանակ պետք է Ամերիկային չօգներ։ Այո, շատ դեպքերում օգնել են Ամերիկային։ Օգնել են, երբ որ Ամերիկան առավոտից իրիկու երեսով չի տվել իր գործընկերներին, չի ասել քո երկիրը կգրավեմ, չի ասել քեզ 51-րդ նահանգ կսարքեմ, չի ասել դուք ինչ եք արել մեզ համար, դուք անընդհատ մեր հաշվին ապրել եք, դուք հարկերի հետ կապված էս եք արել, մաքսերի հետ կապված էս եք արել։ Առավոտից իրիկու ինչ աթոռին նստելա 24 ժամ հորիզոնի բոլոր ուղղություններով բոլորի վրա մուննաթա գալիս։ Բա այդ պարագայում ոնց ես ուզում գան կողքդ կանգնեն։ Այսինքն ես սա ուզում ասեմ, որ Ժորժ ջան, այս հարցում պետքա, այո, ինչ որ միտեղ նաև ստիպում է, որպեսի Եվրոպան նաև վերանա իր քաղաքականությունը եւ մտածի զինվելու մասին, մտածի լավ է ռազմական ծախսերն ավելացնելու, մեզ համար դա հրաշալի է, որովհետեւ մենք դիմելով Եվրամիությանը լուծում ենք նաև անվտանգային հարց։ Եթե Եվրոպան իր անկախությունը ունենա, այո, Ամերիկայի լինել լավ գործընկեր, բայց եւ միևնույն ժամանակ իր անվտանգությունը Ամերիկայից կախված չլինի։ Ուկրաինան Ռուսաստանին հիմա անենց օրը կգցի, որի պարագայում Եվրոպան այլևս վտանգ չի ունենա, ումից պետք է վտանգ ունենա, բացի Ռուսաստանից։ Իսկ այդ հարցը Ուկրաինային օգնելով իրանք այդ հարցը լուծում են։ Դրանից հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է խնդրի, որ Եվրոպայի հետ լավ լինի։ Շատ լավ կլինի, որ Դոնալդ Տրամպը այս վիճակից դուրս գա եւ հիմարություն չհամարի իր գործընկերների արածը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Աստծո կամքով այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին հասնելը մենք կշարունակենք աջակցել Լիբանանին։ Իհարկե Իսրայելի եւ Լիբանանի միջև բանակցությունները Վաշինգտոնի միջնորդությամբ, հենց Վաշինգտոնում էլ անցնում է Ամերիկայի միջնորդությամբ, որովհետեւ արդեն հասկանում են, որովհետեւ այդ հարցը եթե չեն լուծում, Իրանը դա դրել է նախապայման։ Ինչպես տեսնում եք, փորձում են այդ հարցը լուծեն, որովհետեւ Միացյալ Նահանգների նախագահը հասկանում է ինչքան կարևոր է իրենց համար Իրանի հետ համաձայնության գալ, ինչքան է սպառնում այս կանեմ կվերացնեմ, քարեդար կուղարկեմ, դա ընդհանրապես երկիր չի մնացել, կկործանեմ, մեկը տեսնում է, որ ոչ մեկը չի, արդեն կամած Տրամպն էլ չի հավատում, որ ինքը դա կարող է անի։ Իրան թվում էր, թե ուրիշները չեն հավատում, անդադ ուզում էր համոզի, բայց հիմա հասկանում է, որ ինքն էլ չի հավատում իր ասածին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղայի Իրանը հերքում է, որ համաձայնել է թույլ տալ ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։ Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո Իրանը որևէ լրացուցիչ պարտավորություն չի ստանձնել
ատոմային վերահսկողության կոմիտեի մասին է խոսքը ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերաբերյալ։ Իսկ սա ով էր հայտարարում Ջեյ Դի Վենսը փոխնախագահ, ով էր հայտարարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որ այո հասել ենք այդ հաջողությանը, ՄԱԳԱՏԷ-ն կգնա կվերահսկի։ Իրանն ասում է, տենց բան մենք չենք պայմանավորվել բանակցային սեղանի շուրջ, տենց բան մենք ընդհանրապես պարտավորություն չենք վերցրել, ում անունից են տենց բան հայտարարում։ Եվ սա լուրջ խնդիր է, որովհետև Դոնալդ Տրամպը ցանկանում է հաղթանակ ցույց տա եւ ասում է, այդ տեսեք, գոնե այս հարցում ունենանք հաղթանակ, դա կոմպենսացնի այն բոլոր դժվարությունները, որ ունենք։ Դրա համար պետք է հաղթանակ ցույց տա, որը չի կարողանում։ Բայց բանը Իրանը չի ասել, որ ընդհանրապես ես չեմ գնա դրան։ Ասել այն բոլոր կետերն ու պարտավորությունները կկատարես, դա կդառնա քննարկման առարկա։ Այսօր քննարկման առարկա չի։ Մանավանդ որ իրանք հստակ ասել են, խաղաղ ատոմ ծրագիր անելու ենք, ռումբ ստեղծելու ցանկություն այսպես թե այնպես չունենք։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի սահմանակից Գոմելի մարզի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ գոմելցիներին փոխանցել է իր խնդրանքը չանհանգստանալ եւ չմտահոգվել։ Հանրապետությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ բնակչությանը ցանկացած ագրեսորից պաշտպանելու համար, ընդգծել է Լուկաշենկոն։ Իհարկե թե ինքը ոնց է ագրեսորից պաշտպանելու, երբ որ իր հույսն ու ապավեն Ռուսաստանն էր, որը չի կարողանում Սկիղրիմը պահի, որը չի կարողանում անգամ Մոսկվան պահի, եւ եթե այդ մի շաբաթը լրացավ եւ հանկարծ Զելենսկին որոշեց պատասխան հարված տալ, եթե Բելարուսը այդ քայլերը չկատարի։ Այդ դեպքում ինչ է անելու, ցամաքային գործողություն է կատարելու, մտնելու է Ուկրաինա, բնական է որ դա չի անելու, ինքը այդ կշիռը չունի։ Ռուսաստանն ինչ է անելու, Բելարուսի կողմից, Բելարուսի տարածքը այսպես թե այնպես Ռուսաստանը օգտագործել էր, բայց երբ որ Լուկաշենկոն տեսնում է, որ այդ սպառնալիքները սկի Ռուսաստանից հնչել է Ուկրաինայի հասցեին, քանի անգամ է Ռուսաստանն ասել, այս օբյեկտին հարվածես մեզ համար կարմիր գիծ է, մենք միջուկային պետություն ենք, տեսեք ինչ ենք անելու։ Ղրիմի կամուրջը Ռուսաստանի պատվի հարցն էր, ոչ թե մենակ Ղրիմ, այլ Ղրիմի կամուրջը։ Այսօր ինչ օրն են դրել Ղրիմի կամուրջը։ Հիշում եք մի անգամ Ղրիմի կամուրջին հարվածելու համար ասեց հողին կհավասարացնենք Ուկրաինան, ոնց թե դուք մեր կամուրջին խփել եք, բան չեք այդ կամուրջը փակել։ Ձեր պատվի ու արժանապատվության կամուրջը բան չի փակ։ Այդ ձևով եք պաշտպանելու Լուկաշենկոին, այս մարդուն էլ տենց հույս եք տվել, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կիրառել միութենական պետության պաշտպանության մասին պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները Բելարուսի անվտանգությունն ապահովելու համար։ Լավրովը նշել է, որ Կիևի այս սպառնալիքները նպատակ ունեն Բելարուսին ներքաշել հակամարտության մեջ։ Այսինքն ինքը ուզում է ասում, իրանք Բելարուսին հակամարտության մեջ չեն ներքաշել, Կիևն է ուզում ներքաշի, բայց Կիևի շահագրգռվածությունը ո՞րն է, որ Բելարուսին ներքաշի, երկրորդ ճակատ է բացում, ինչին է պետք։ Ոչ, նա Բելարուսին ասում է, դու Ռուսաստանին աջակցում ես, ուրեմն եթե դու աջակցող պետություն ես, դու ինձ համար դառնում ես լեգիտիմ թիրախ, որոշումդ կայացրու։ Երբ որ Ռուսաստանն ասում է, Մինսկը կպաշտպան, ենթադրենք Բելարուսը կպաշտպանե մենակ Մինսկի մասին չի։ Ինչ ձևով է պաշտպանելու, ոնց որ Մոսկվան, ոնց որ Ղրիմը։ Ստա իմանես խայտարակ վիճակը Ռուսաստանում։ Իր հոբ համակարգերը 4 աշճան համակարգ բերես Մոսկվայի շուրջ դնես եւ չկարողանաս Մոսկվա պահես։ Բա ոնց է դրանից հետո դու Բելարուսին ինչ որ խոստումներ տալի։ Եվ սա վերաբերում է նաև մեզ։ Սա այն Ռուսաստանն է, որի հետ կապված դեռ ծրագրեր են կազմում, մեր մոտ օրակարգ են ձևավորում, որ պետք է Ռուսաստանի հետ լավ լինել, որպես ինքն է մեր անվտանգությունը պահի։ Լուրջ եք ասում։ Մի հատ թող իր անվտանգությունը պահի, նայենք ձևը սովորենք, հա, ժողովուրդ ջան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, ես ցանկանում եմ մանկախություն սպառնազանության ոլորտում, ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մեզ անհրաժեշտ է ազատվել կախվածությունից եւ ստեղծել սեփական անկախ սպառազինության արտադրություն։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը։ Մենք հարվածներ ենք հասցրել նրանց, սա դեռ վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն թե որտեղ կլինենք 30 տարի անց, կախված է մեր ուժից, հետևաբար այն ինչ անում ենք հիմա, հսկայական հզորության կուտակում է։ Ինչու է Բենյամին Նեթանյահուն հիմա այս մասին խոսում, որովհետև ինքը հասկացավ, որ մի օր կարող է Միացյալ Նահանգներն ասի դե համահանեցիր,
արդեն հիմա ասում է, մենք պետք է մտածենք մեր զենքի ստեղծելու մասին։ Այն որ դրած Ամերիկային կթում էին, այնպես չի որ մենք դա չենք տեսել, ֆինանսապես էլ, ռազմական աջակցությամբ էլ եւ այլ եւ այլ, որից հետո հիմա հասկացավ, որ ավելի շատ սպասելիք այլևս նահանգներից չի կարող ունենալ, որտեղ նահանգները հասկանում են, որ այս իրանական պատերազմի հետ կապված լուծում չգտնելը նաեւ ծանր հարված է Ամերիկայի հեղինակությանն ու շահերին։ Եվ այս պարագայում արդեն հիշեց, որ պետք է սեփական զենքը ունենալ եւ հույսը դնենք մենք մեզ վրա։ Իհարկե հույսը իր վրա դնելու համար դեռ շատ լուրջ աշխատանք է պետք տանել, շատ լուրջ ժամանակ է պետք դրամել եւ շատ լուրջ ծախսեր, որպեսզի կարողանան, որ տեսան Իրանի հետ կապված, նույնիսկ Ամերիկայի աջակցության պարագայում Իսրայելը ինչ ծանր հարվածներ կերավ, բայց ընտրություններից առաջ հոկտեմբերի վերջին, որ նախատեսվում է Կնեսետի ընտրությունները խորհրդարանի Իսրայելի, չի օգնի այսպիսի հեռանկարային պլանները, որ ասի, որ գիտեք, այդ տեսեք, ես ինչ լավ բան եմ առաջարկում, տեսեք, որովհետև արդեն Իսրայելում էլ տրամադրությունները առաջանում է, թե որքանով է բարեկամ Ամերիկան, բան չի մեզ հիմա չի օգնում։ Այս պայմանագիրը մեր շահերի դեմ է, մյուս մասն էլ մտածում է, որ Նեթանյահուն եւ նրա կաբինետն է մեղավոր, որ հիմա անգամ Ամերիկան է երես թեքել։ Այնուամենայնիվ հաստատ բարենպաստ չի Նեթանյահուի համար, որ ինքը 30 տարվա ինչ որ պլաններ է կազմում, լա իր տարիքը դնենք մի կողմ, որ պետք է անել դա, որ 30 տարի հետո դա լինի, այդքանը որ մտածեիր, երջանկացած չէիր, ասի 40 տարի է մտածում ենք Իրանին ոնց խփենք, հազիվ Ամերիկային համոզեցինք խփեց։ Հիմա չես կարողանում շարունակության ձևը գտնես։ Համարում է Իսրայելը, որ պայմանավորվածությունը Իրանի հետ դա իր դեմ կնքված պայմանագիր է։ Թե ինչի է դա այդպես համարում, դա որովհետև ինքը գերագնահատեց իր ուժերը եւ գերագնահատեց Ամերիկայի վրա հենց Նեթանյահուի ազդեցությունը։ Այս կարգի բաները մեզ էլ է կարևոր, որպեսզի իմանանք ժողովուրդ ջան, որ վաղը մյուս օրը մենք էլ շատ դեպքերում չգերագնահատենք որևէ մեկի հետ գործընկերությունը, բարեկամությունը կամ դաշնակցային հարաբերություն, ու դա չի վերաբերում միայն Ռուսաստանին։ Եվ միշտ իրատեսական եմ նայում թե Եվրոպայի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե ՆԱՏՕ-ի հետ, ցանկացած համագործակցություն։ Պետք է հասկանաս, որ այո, իրանք ելնում են իրենց շահերից, պետք է ամեն ինչ անել, որ մեր շահերը համընկնի, բայց ավելին սпасելը դա ուղղակի լուրջ չի եւ կունենաս լուրջ հիասթափություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հատուկ դեսպանորդ Ջեֆ Լենդրին ակնարկել է, որ Գրենլանդիան կարող է դառնալ 51-րդ նահանգը։ Շնորհավոր ազգային օր Գրենլանդիայի անհավանական կղզու բոլոր բնակիչներին։ Թող այսօրը հիշեցնի ձեր հարուստ մշակույթի ավանդույթների եւ ձեր ժառանգությունը սահմանող արժեքների մասին։ Հնարավոր է մենք կարողանանք նշել Ամերիկայի 251-րդ տարեդարձը 51-րդ նահանգի ավելացմամբ։ Դե 251-րդ տարեդարձը, եթե 1776 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել հենց Ամերիկայի անկախության հռչակագիրը, բնական է այս տարի հուլիսի 4-ին կլինի 250 տարին, իսկ 251-ը կլինի 2027 թվականին։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի հատուկ դեսպանորդը Ջեֆ Լենդրին առաջարկում է, որ եկող տարի Գրենլանդիան դառնա 51-րդ նահանգ, բայց հասկանան Գրենլանդիայից անմիջական արձագանքը։ Գրենլանդիայի արտգործնախարար Մուտ Բոերուպ Էդեգեն հայտարարել է. մենք չենք դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, մենք չենք ուզում լինել ամերիկացի, ուշադրություն դարձրեք, չի ուզում լինել ամերիկացի։ Մեր հողերի ապագան կորոշվի այստեղ Գրենլանդիայում եւ մենք սա ասել ենք սկզբից։ Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ եւ չենք ուզում լինել դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք։ Ամերիկայից եկող հայտարարությունները այլևս ոչ մեկին չեն զարմացնում։ Այնուամենայնիվ դա Գրենլանդիայի ժողովրդի, ինչպես նաև ամբողջ թագավորության նկատմամբ հսկայական անհարգալից վերաբերմունքի նշան է, երբ դուք ունեք աշխատանքային խումբ, որը գործում է դիվանագիտական ուղիներով, իսկ հետո հատուկ դեսպանորդ է հայտնվում հայտարարություններով, որոնք լիովին գերազանցում են թույլատրելի սահմանները։ Որոշ ամերիկացիների կողմից այս անհարգալից վերաբերմունքը դառնում է հոգնեցուցիչ, հայտարարել է նախարարը։ Հիմա նայենք,
Ինչա Միացյալ Նահանգների առաջարկը, ընտրություններից առաջ 5 ուժեր մասնակցում, Դոնալդ Տրամպը մի մեծ տոպրակով փող ուղարկեց, ասեց գնացեք առեք, թող ով որ ընտրվի հայտարարի, որ միանում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Շատ մեծ էր այդ տոպրակը, հատուկ մի հատ մեծ նավով ուղարկել էին այդ միլիարդները, որ գնային կաշառեին։ Բայց ժողովուրդ ջան, գրենլանդացի էսկիմոսին այդքան հեշտ է կաշառել։ Այնտեղ պարզել են ժողովուրդ ջան, էթնիկ հայեր չեն ապրում։ Նրանք իրանց երկիրը չեն ծախի փողի դիմաց։ Հասկացեք 56,000 մարդ է ապրում։ Այդ մարդիկ ասեցին, մեր հայրենիքը չի վաճառվում։ Չենք ուզում դառնանք Ամերիկայի 51-րդ նահանգ։ Դառնալով Ամերիկայի 51-րդ նահանգ, նրանք լիիրավ Ամերիկայի քաղաքացի էին դառնալու։ Ամեն մեկին էլ $1 միլիոն փող էր տալիս Դոնալդ Տրամպը, բացի այն միլիարդները, որ պատրաստում էր ներդրում անել Գրենլանդիայում։ Նաև Ամերիկայի նախապատրաստական միլիարդները տալու էր, որից հետո նաև երբ որ որոշումը կայացնեն, հետագա շատ լուրջ ներդրումներ անել։ Եվ այդ մարդիկ էլ առոք-փառոք կարող են որպես ամերիկացի հանգիստ ապրել Ամերիկայի ցանկացած նահանգում, բայց ասեցին հայրենիքը չի վաճառվում, ժողովուրդ ջան։ Ես դրա համար շատ ցավով ասում եմ, որ մենք այո պետք է մեր արժանապատվությունը այնքան բարձրանա, որ գոնե կարողանանք հասնենք դառնանք գրենլանդացի էսկիմոս։ Դա այդքան հեշտ չի այսօր, որովհետև ոչ թե $1 միլիոն, ցավալիորեն $1 միլիոն մարդկանց կառնեն եւ կասեն դե լավ էլի ժողովուրդ ջան, մենք երբ կարայինք անկախ ելնենք, դե հերիք է էլի, ինչի հետևից եք ընկե, ինչ տարբերություն, հիմա եկեք որոշենք, թուրքի կազմում ելնենք, ադրբեջանցու թե ռուսի, այ դրա մասին է պետք մտածել, հետո էլ իրար հետ որ վիճեն, այն մեկն ասի ավելի լավ է ռուսի, քան թուրքի։ Այն մեկն ասի, այ մարդը ինչ ռուս է, ռուսից այդքան բան ենք տեսել, ժողովուրդ ջան, էս է մեր օրակարգը։ Բայց նայեք մարդիկ ոնց են իրանց շահերը պաշտպանում։ Ասում են չենք ուզում դառնանք ամերիկացի, ուրիշները գլուխ են ջարդում, որ հայտնվեն Ամերիկայի քաղաքացիություն ստանան։ Ինչ տանջանքով են գնում, ինչպիսի հիմա էլ սահմանափակումներ ա մտցրած, ինչ դժվարություններ ա ստեղծած։ Չնչին մի հատ խախտման ժամանակ բոլորին հանմ հետ են ուղարկում։ Գիտեք ինչ խնդիրներ ա առաջացել։ Իսկ նրանք լիիրավ անդամ են դառնում։ Ինչ գրին քարտ։ Եթե նա դառնում է 51-րդ նահանգ, ավտոմատ կերպով դառնում է Ամերիկայի քաղաքացի։ Այսինքն այս պարագայում դուք տեսնում եք Ամերիկայի նախագահը մտքից չի հանում, բայց գրենլանդացի կասում են մոռացեք, մտներիցդ հանեք, դա տեղի չի ունենա։ Այսա հիմա թվում է թե Գրենլանդիային ա վերաբերում, այսքան ինչի ենք խոսում, չէ ժողովուրդ ջան, սա մեզ ա վերաբերվում։ Սա մեզ ա վերաբերվում, որովհետև մի հատ հոդաբաց նախադասություն ոչ հայերեն, ոչ ռուսերեն չկարողանալով արտասանող մարդը ասին ինքը հարուստ է, բերեք գնանք իր ուժին ընտրենք, ինքն էլ ասել է հունիսի 7-ին արդեն ինքը վարչապետ է, իրան էլ պարոն վարչապետով էին դիմել։ Ինչի համար էիք ընտրում։ Այդ ինչ ծրագրի ու գաղափարի համար էիք ընտրում։ Ինչ գաղափար ու ծրագիր էր բերել։ Ընդհանրապես հարուստ էր այդքան բան, ձեզ ինչ որ նա հարուստ էր։ Բա ասում եմ անհանգիստ եմ ժողովուրդ ջան։ Վաղը սահմանը բացվելու է Թուրքիայի Ադրբեջանի հետ, ու իրանք տեսան, որ փողի գայթակղությանը մեր հասարակությունը չի դիմանում։ Բա նրանք էլ փողն ունեն, մտնելու են, ասեն ես մեզ։ Հետո ինչ ենք անելու։ Ոնց ենք դեմը առնելու։ Այն դեպքում, երբ որ ամեն ինչ անում են, որ այն մարդիկ, ովքեր դրա դեմ պայքարում են, հանկարծ լծակներ չստանան։ Ամենափոքր լծակը անգամ խորհրդարանի падգամավոր են ոչ թե իշխանություն, այլ գոնե խորհրդարանի падգամավոր լծակը ամեն ինչ անեն, որ չստանան, որովհետև կարող է տարբեր հարթակներում Հայաստանի շահերը պաշտպանեն, դեմ ելնեն, որ Հայաստանը իր շահերը վաճառի կամ նրան։ Այսա նայեք, թե ոնց են պաշտպանում իրենց հայրենիքը ժողովուրդ ջան։ Եվ Տրամպը, որ ասում էր այդ սառցի կտորի համար ինչ եք կռիվ անում, այո, այդ սառցի կտորի համար կռիվ են անում, որովհետև դա իրանց հայրենիքն է, ու նույնիսկ իրանց բյուջեի կեսը Դանիան է տալի, որովհետև իրանք լայն ինքնավարություն ունեն Դանիայի կազմում, բայց նույնիսկ այդ պարագայում ասում են մենք դանիացի էլ չենք դառնալու, մենք գրենլանդացի ենք, մենք գրենլանդացի էլ մնալու ենք, մեր ինքնությունը պահելու ենք։ Այսա ամաչելու աշճան լավ օրինակ է նաև մեզ համար, այդքան մեռանք բացատրելով, հետևողականորեն Ամերիկայի նախագահը այս ուղղությամբ աշխատում է եւ ոչ մի բան իր մոտ չի ստացվում, որովհետեւ այդ մարդիկ իրանց արժանապատվությունը, ասում են, իրանց հայրենիքը արքովաճառքի առարկա չի։
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները հունիսի 24-ին հանդիպում կանցկացնեն Բեռլինում քննարկելու Ուկրաինայի աջակցության ցուցաբերելու հարցը։ Տեսնում եք, իհարկե դեռ վերջնական պարզ չի Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի թե չէ, բայց անկախ ամեն ինչից նախնական պայմանավորվածությունը նա էր, որ ինքն էլ մասնակցի եւ կարողանան այդ հարցերը անեն, տեսեք, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Լեհաստան։ Շատ ենք խոսել այդ մասին, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չլինելով շատ լուրջ աշխատանք է տանում համաեվրոպական ծրագրերի ուղղությամբ եւ Լեհաստանը, որ ասենք այդքան էլ համահունչ չի իր քաշեն մյուսների համեմատ, բայց շատ լուրջ աշխատանք է նաեւ տանում, հաշվի առնելով նաեւ իր աշխարհագրական դիրքը եւ այն հարվածները, որ ինքը կերել է ժամանակին խորհրդային միության ժամանակներից ստաց հրաշալի գիտի Ռուսաստանի վերաբերմունքը եւ ամեն ինչ անում են, որ կարողանան այո թեւ ու թիկունք լինեն եւ որոշակի նախաձեռնություններով կարողանան Եվրոպայի անվտանգության հարցը լուծեն։ Մեզ համար այսօր չափազանց կարեւոր է, որ Եվրոպան նաեւ անվտանգության խնդիրը կարողանա լուծել, մեզ համար չափազանց կարեւոր է մեր երկրում, որ հստակ մենք ունենանք ծրագիր եւ այսօր Նիկոլ Փաշինյանը, որ բոլորին հայ ասի եւ եկել է պատասխան տալու ժամանակը, քեզ կարող են հարգել, անկախ նայես կարող են չսիրել, բայց կարող են հարգել քո դիրքորոշումը, եթե հստակ կանգնես ու ասես, այո, ես գնում եմ Եվրոպա, եթե ունեմ խնդրեմ, այդ խնդրեմը փորձենք լուծել, այլ ոչ թե ասենք մի օր ստեղ ենք, մի օր ընդեղ ենք։ Այսօր մենք շատ ավելի վատ վիճակում ենք, որովհետեւ Ռուսաստանը նեղացել է Եվրոպայի համար, դեռ մենք ընդառաջ քայլը չենք արել, դեռ իրանք են ընդառաջ քայլն արել, մենք ընդհանրապես ուզում ենք օգտվենք իրանց օգնությունից, բայց մեկը անթառաջ քայլը չեն կարել։ Այսօր ամենախոցելին ես, այնտեղ քեզ վրա ճնշում են, այնտեղ դու քայլ չես արել դեպի այն կողմ։ Բայց մենք պետք է հետևողական քայլեր անենք այդ ուղղությամբ եւ այո, տեսնենք թե դրա դեմ Ռուսաստանը մեր դեմ ինչ է անում, մենք էլ մտածենք դրա դեմը ոնց ենք առնում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն ունեք նաև ձեր ֆինանսական աջակցությունը ունենալ ալիքին, դուք տեսել եք ինչքան կարևոր աշխատանք են կատարում մենք ձեզ հետ միասին, դրա համար նյութի նկարագրական մասում կա նաև եւ բանկային փոխանցման տարբերակ եւ արագ փոխանցման տարբերակ եւ քարտային եւ իդրամ եւ PayPal եւ Patreon բոլոր հնարավոր տարբերակները։ Իսկ բանկային փոխանցումը վերաբերվում է նաեւ բարեկեցիկ անվտանգ Հայաստան հասարակական կազմակերպությանը, որի նախագահն եմ ես, եւ մենք լուրջ անելիքներ ու ծրագրեր ունենք, որպեսզի կարողանանք նորմալ ներկայացված լինենք մեր հանրապետության տարբեր բնակավայրերում, բացատրենք ինչ ենք ուզում անենք, ինչպիսի ապագա ենք պատկերացնում մեր երկրի համար։ Իսկ մնացած կուսակցական հարցերի հետ կապված էլ կապ կհաստատեք Հայաստանի Շնորհապետական կուսակցության գրասենյակի հետ, Գուրգեն Սիմոնյանի հետ եւ կմտածեք շատ անելիքներ կան, որ տեսնեք կարողանանք կուսակցությունը զարգացնենք, ընդլայնենք։ Դա վերաբերում է թե կազմակերպական հարցերին, թե կուսակցության անդամակցության հարցերին, թե վերաբերում է նաեւ ֆինանսական աջակցության հարցերին։ Դե ինչ դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։